Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, հիվանդների հետ եմ աշխատում։ Եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, ես Երևանում եմ։ Եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Սիրելիներս, իմ բոլոր ուղիղետերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, TikTok-յան ալիքներում, Facebook-յան ալիքներում, կոնտակտում։ Եթե ձեզ անհրաժեշտ է, որ դուք այս ինֆորմացիան ունենաք ձեր մոտ, անպայման գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Ինչի մասին եմ ուզում այսօր ես սիրելիներս ձեզ հետ զրուցել։ Ընդհանրապես, երբ որ միշտ տեսնում եմ մարդկանց, ովքեր որ իմ մոտ գալիս են հուսահատված, ծայրահեղ վիճակի վրա գտնվող, արդեն այնպիսի դեպրեսիոն վիճակի մեջ, որ այդ մարդիկ իրենք չեն հասկանում, ինչպես կարողանալ այդ իրավիճակից դուրս գալ։ Եվ ես ուզում եմ ձեզ որպես էքստրասենս պարահոգեբան տալ 5 կարևոր կետեր, որի վրա դուք կարողանաք ուշադրություն դարձնել։ Ընդհանրապես, երբ որ մարդը լինում է ամենաանելանի իրավիճակի մեջ, ուրեմն այդ անձնավորության կյանքի մեջ մտնելու է փոփոխության ժամանակաշրջան։ Եվ փոփոխության ժամանակաշրջանը ոչ թե գնալու է դեպի վատը, սիրելիներս, այլ ընդհակառակը դեպի լավն է գնալու։ Ընդհանրապես, մարդը երբ որ գնում է նման իրավիճակների մեջ, հիմնականում այդ իրավիճակների մեղավորը ինքն է, իր ազգն է, իր ազգի եւ իր կատարած սեփական սխալներն է, որ բերում կանգնեցնում է մարդուն այդ քաոսային իրավիճակի առջև։ Եվ ես ուզում եմ բացատրել, որ այդ ժամանակահատվածում պետք չէ երբեք մեղադրել դիեզերքին, մեղադրել աստվածությանը, նայած դուք ինչպիսի էգրեգորին եք պատկանում։ Ուղղակի իմացեք, որ վերևից նույնիսկ ինչ-որ փորձություններ որ լինում է, այդ փորձությունները դուք կարողանաք հաղթահարել։ Իհարկե, եթե թուղթուգրեր կան, անեծներ կան, անպայման դրանք պետք է մաքրել, որպեսզի ավելի արագ ձևով կարողանաք հաղթահարել եւ դուրս գալ, որովհետեւ նման ժամանակահատվածում դուք ինքներդ ձեր էներգետիկան կորցնում եք եւ չեք կարողանում այդ դժվարություններին լիարժեք կարողանաք դիմակայել եւ դուրս գալ։ Անպայման, եթե զգում եք, որ անելանելի իրավիճակ է, եթե դուք տեսնում եք, որ ընկած եք փակուղու մեջ, անպայման պետք է մաքրման գործողություն կատարվի, անպայման պետք է դիագնոստիկա կատարվի, որպեսզի հասկանաք ինչն է բերել ձեզ կանգնեցրել այդ իրավիճակի առաջ։ Դուք ինքներդ ձեր գերդաստանը, ձեր տոմը, ձեր գործողությունները, ձեր արարքները։ Ինչպիսի 5 կետեր կա, որը գալիս է մարդու մոտ հենց այն ժամանակահատվածում, երբ որ մարդու կյանքի մեջ լինելու է գլոբալ փոփոխություններ։ Առաջինը այդ մարդու համար ամեն ինչ դառնում է անտանելի։ Դա կյանքի բոլոր սֆերաներին է վերաբերվում եւ անձնական կյանքը։ Անտանելի է դառնում այդ մարդու հետ հարաբերությունները, անտանելի է դառնում այդ ընտանիքի հետ ապրելը։ Շարքիդեք ինչ անտանելի է դառնում այդ մարդու նույնիսկ տեսնելը, լսելը, անտանելի է դառնում ձեր առողջական վիճակը, դուք զգում եք, որ դուք այլևս նույնիսկ չեք ուզում ապրել, անընդհատ առողջական խնդիրներ, մեկ հիվանդությունից դուրս եք գալիս, գտնում եք մյուս հիվանդության մեջ, դառնում է ձեր այդ անառողջ վիճակը ձեզ համար անտանելի։ Շատ դեպքերում մարդիկ ցանկանում են այդ ժամանակահատվածում իրենց վրա ձեռք բարձրացնել, իրենց կյանքի վրա ձեռք բարձրացնել, բայց դա ամենասխալ գործողությունն է։ Մարդը պետք է կարողանա եւ էներգիա ունենա եւ ինքնըստինքյան հաղթահարի այդ
իրավիճակը։ Անտանելի է դառնում այդ աշխատանքը, այդ վարձատրությունը, այդ կոլեկտիվը, նույնիսկ մարդը առավոտյան, երբ որ արթնանում է զարթուցիչի ժամացույցի այդ ազդանշանների տակ, ինքը չի ցանկանում արտանալ, չի ցանկանում աչքերը բացել, չի ցանկանում աշխատանքի այդ ճանապարհը գնալ, չի ցանկանում այդ աշխատանքը կատարել, իր համար անտանելի է դառնում եւ ընտանեկան եւ գործնական հարաբերությունները, եւ իր հոգեբանական վիճակը, իր առողջական վիճակը, իր ֆինանսական վիճակը։ Գիտեք ինչ, իրոք անտանելի, երբ որ մարդը ցանկանում է փախչել կնոջից, փախչել ամուսնուց, փախչել ընտանիքի անդամներից, փախչել իր ծնողներից, փախչել իր երեխաներից, փախչել աշխատանքից։ Դա հենց ցույց է տալիս, որ մարդը կանգնած է փակուղու առաջ, մարդը կանգնած է քաոսի առաջ եւ արդեն այնպիսի իրավիճակ է, որ անպայման գիտեք ինչ ելք պետք է լինի։ Եվ ես նույնիսկ այդ ժամանակահատվածում ասում եմ մի վախեցեք, անպայման փոխեք այդ իրավիճակը, փոխեք այդ բժշկին, փոխեք այդ անձնական հարաբերությունները, երբ որ զգում եք այդ անձնական հարաբերությունները ձեզ ճնշում է, խեղդում է, նման անձնական հարաբերությունները ոչ մեկին հարկավոր չէ, եթե դուք փոխեք, դուրս կգաք այդ վիճակից։ Շատ դեպքերում մարդիկ կան, որ տարօրինակ ձևով կապվում են այդ մարդուն, եւ կանայք, եւ տղամարդիկ, երբ որ իրանք իրար հետ համատեղելի չեն, պետք է անպայման կտրելու, փոխելու գործողություն կատարեք, որպեսզի ճիշտ էներգիայով լցված լինեք։ Չի կարելի երբեք կախչել նրանից, որը ձեզ համար հաճելի չէ։ Եվ աշխատանքը, եւ գործնական, եւ անձնական հարաբերությունները, նաեւ այդ առողջական խնդիրները, որ անընդհատ ձեզ խեղդում են, այդ այցելությունները բժիշկներին, որ ձեզ օգուտ չեն տալիս, դուք պետք է կարողանաք փոխեք, լրիվ ուրիշ ձևով կարողանաք ձեր առողջական հարցերը լուծել։ Առաջինը, երբ որ ձեզ համար ամեն ինչ դառնում է անտանելի, դա ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ մտնելու է գլոբալ փոփոխություններ։ Երկրորդը, սիրելիներս, երբ որ այդ ժամանակահատվածում դուք անընդհատ ձեր հետ եք գնում դեպի ձեր մանկություն, ձեր մտքի մեջ գալիս է դրվագներ ձեր մանկական կյանքից, այդ ժամանակահատվածում կարող է եւ ողջ ամբողջ ձեր մանկությունը չհիշեք, ու այդ պատկերներ է մտնում ձեր մանկական ընկերոջից, ձեր մանկական ուրախ ժամանակահատվածից, երբ որ դուք անհոգ եք եղել, անընդհատ ձեր մտքերը լցված են, գնում են դեպի հետ, գնում են դեպի անցյալ, գնում են դեպի մանկություն։ Ինչն է պատճառը։ Երբ որ մարդը ծնվում է, մարդու այդ ժամանակահատվածում մինչև 3, 4, 5 տարեկան մարդը իր ուղեղով կապված է տիեզերքին, իր ներքին ցայնով կապված է տիեզերքին, մարդը գիտե ինքը ինչի համար է աշխարհ եկել, ինչու համար է իր միսիան, ոչ մի մարդ աշխարհ չի գալիս աննպատակ, ինքը աշխարհ է գալիս լավ գործեր կատարելու, իր միսիան կատարելու, բայց երբ որ մարդը էգրեգորների սխալ դաստիարակության պատճառով, հասարակության սխալ դաստիարակության պատճառով, ընտանիքի սխալ դաստիարակության պատճառով մարդը կորցնում է իր ճանապարհը, մարդը կորցնում է իր ուղեցույցը, թուղթուգրի եւ անեծքի պատճառով մարդը կորցնում է իր հիշողությունը, ինչի համար եմ ես աշխարհ եկել, ես ինքը զգում է, որ ինքը անօգնական է եւ իր ենթագիտակցությունը, իր ինտուիցիան իրան ուղղորդում է դեպի անցյալ, որտեղից ինքը նույնպես ցանկանում է ինֆորմացիա հասկանալ, թե ինչն է սխալ կատարել, ինչն է իր ճակատագրական սխալի պատճառը, որ այժմ ինքը կանգնած է այդ անդունդի առջև, երբ որ այժմ ինքը կանգնած է այդ անտանելի իրավիճակի մեջ, երբ որ ձեր կյանքի մեջ
առաջ են գալիս մանկական հիշողություններ, դա ցույց է տալիս, որ ձեր ենթագիտակցությունը ցանկանում է ձեզ իր ուղղությունը ցույց տալ, որ դուք հասկանաք, որտեղ եք սխալվել, որտեղ եք շեղվել։ Եվ ինքնըստինքյան ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ լինելու է կոորդինատային փոփոխություններ։ Երրորդը սիրելիներս, երբ որ ձեր կյանքի մեջ տեղի է ունենալու փոփոխություններ, դա այն է, երբ որ դուք էմոցիոնալ լինում եք ագրեսիվ։ Կարող է եւ դա գիտեք ինչ, եւ դեպի լավն է ձեր էմոցիաները ամեն ինչից ուրախանում եք, նաև ամեն ինչից արագ կերպով ներվայնանում եք, ջղայնանում եք, ամեն հասարակ բանը ձեզ անմիջապես ձեզանից արցունք է խլում։ Գիտես, նույնիսկ տարօրինակ է թվում ձեր բայվածքը, մարդիկ երբ որ տեսել են, որ այդ իրավիճակներին դուք միշտ սառնասիրտ եք եղել, կարողացել եք հաղթահարել, այժմ չեք կարողանում հաղթահարել։ Դուք հասարակ բանից ներվայնանում եք, լսում եք ցասումով, ջղայնանում եք, ձեր նյարդերը ոնց որ կտրված լինեն, ոնց որ թելից կախված լինեն, ձեր նյարդային համակարգը ոնց որ բաց լինի, եւ դուք ամեն ինչ զգում եք ձեր մաշկի վրա, ձեր նյարդային համակարգը տարօրինակ ձևով բռնկում վիճակի մեջ է։ Գիտեք ինչ, դա նույնպես ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ փոփոխության ժամանակահատված է լսվելու։ Շատ դեպքերում դուք անընդհատ լռել եք, երբեք չեք արտահայտել ձեր միտքը, ձեր ուրախությունը, ձեր դժգոհությունը, ձեր անհամաձայնությունը, եւ այս կուլմինացիոն ժամանակահատվածում դուք արդեն ի վիճակի չեք լինում պահել, ի վիճակի չեք լինում ձեզ զսպել, եւ կարող է եւ տարօրինակ ձևով լաց լինեք, կարող է եւ տարօրինակ ձևով ուրախանաք, կարող է եւ տարօրինակ ձևով բարգանաք, որովհետեւ ձեր նյարդային համակարգը ամբողջովին այնքան գերլարված է, որ արդեն ձեր նյարդային համակարգը այդ զսպանակը պոկվելու, կտրվելու վրա է։ Չորրորդը սիրելիներս, որ դուք զգալու եք, որ ձեր կյանքի մեջ կոորդինատային արմատական փոփոխություններ է տեղի ունենալու, դա երբ որ ձեր շրջապատը ձեզ համար դառնում է արհեստական, դառնում է ոնց որ խունացած գույներ լինի։ Գիտեք ինչ, երբ որ մարդը զգում է, որ տեսնում եք, երբ որ դուք զգում եք, որ ձեր հագուստը, ձեր կեստապահարանը տարօրինակ ձևով ձեր դուրը չի գալիս, եւ դուք գնում եք խանութներից գնում եք նոր հագուստներ, նոր աքսեսուարներ եւ զգում եք, որ ինչ-որ իսկավորում եք ստանում, որովհետեւ այդ հագուստը ձեզ չի բավականացնում։ Իսկ երբ որ ձեր կյանքի մեջ կոորդինատային արմատական փոփոխություններ է տեղի ունենալու, այդ ժամանակահատվածում ձեզ համար խունացած է լինելու ձեր շրջապատը, ձեր տունը, ձեր ընկերները։ Գիտեք ինչ, ոնց որ իրենք կորցրել են իրենց փայլը, զգում եք, որ ընկերների ժպիտը արհեստական է, այդ գործնական հարաբերությունները զգում եք, որ ինչ-որ կեղծիքի վրա է հիմնավորված, նույնիսկ ձեզ համար հաճելի չէ ուտելիքը, հաճելի չէ պատերը ձեր տալ, ձեր հագուստը, ձեր ընկերները, ձեր հարազատները, ոնց որ ցանկանում եք ինչ-որ կենտանիները շատ դեպքերում փոխում են իրենց կաշին, իրենց կյանքի մեջ փոխում են իրենց մորտիները, փոխում են իրենց մազաթափություն է տեղի ունենում, նման ձևով այդ փոփոխությունը դուք պետք է զգաք նաև ձեր կյանքի մեջ։ Այն, ինչ որ ձեզ շրջապատում է, դա կորցրել է ձեզ համար իր կարևոր լինելը, ոնց որ դեկորատիվ լինի, արհեստական լինի, կեղծիքներով լցված լինի, իր շքեղությունը, իր գույները կորցրած լինի։ Եվ ինքնըստինքյան դա նույնպես ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ մտնելու է փոփոխության ժամանակաշրջան։ Հինգերորդ կետը ամենակարևոր կետերից մեկը, հինգերորդը, որ դուք զգում եք, որ ձեր կյանքի մեջ կոորդինատային փոփոխություն պետք է տեղ ունենա։ Դա այն է, երբ որ ձեր կյանքի մեջ զգում եք, որ ամեն ինչ կրկնվում է։
կրկնվում է թվերը ավտոմեքենաների վրա, կրկնվում է թվերը ժամացույցի ցուցանակի վրա, կրկնվում են գովազդային հոլովակները ձեր կյանքի մեջ, կրկնվում է տան համարները, հեռախոսահամարները, դուք զգում եք, որ անընդհատ այդ թվերը ձեր կյանքի մեջ կրկնվում են, ձեր կյանքի մեջ անընդհատ դեժավյու է տեղի ունենում, դուք զգում եք, որ այն ինչ որ դուք հիմա տեսաք, դա ձեր կյանքի մեջ նորից եղել է, նույնիսկ այսպիսի իրավիճակ է, դուք քայլում եք եւ ձեր դեմը ազնվորություն է դուրս գալիս, նույն հագուստով, նույն դեմքով, նույն դեմագծերով, եւ մի քիչ նորից քայլում եք, նորից տեսնում եք, որ նման մարդ է ձեր աշկերի առաջ գալիս, դա դիեզերքը իր հրեշտակների ձևով ցույց է տալիս, որ մի վախեցեք, ձեր կյանքի մեջ փոփոխության ժամանակաշրջան է մտնելու եւ ի նկատի ունեցեք, երբ որ անտանելի իրավիճակ է, երբեք փոփոխությունը չի գնում դեպի անխուսափելին, դեպի վերջաբան, դիեզերքը ձեզ հնարավորություն է տալիս, որ դուք կարողանաք այդ իրավիճակը հաղթահարել եւ դուրս գալ։ Ինչ չի կարելի անել, ինչպես պետք է ձեզ պահեք այդ ժամանակահատվածում, սիրելիներս։ Առաջինը պետք է հավատաք դիեզերքին, պետք է հավատաք դիեզերքին, չպետք է լինեք կասկածամիտ, եթե չհավատաք, կասկածանքով լցվեք դիեզերքի կատարած փոփոխություններին, դուք ձեզ նորից կգցեք դժվարության առաջ, երբեք մի կմեղադրեք արարչին, դուք եք մեղավոր, ձեռներն են մեղավոր, ձեր ազգակիցներն են մեղավոր, որ դուք ընկած եք այս իրավիճակի մեջ, անձամբ դուք եւ ձեր հարազատները, եւ ոչ մի դեպքում դիեզերքը, ոչ մի դեպքում արարիչը, մի լցվեք կասկածանքով, վերացրեք կասկածամիտ անհավատ վերաբերմունքը դեպի արարչին, ընդհանրապես արարիչը սիրում է այն մարդուն, ով իրեն ինչ որ նախապայմանների հավատում է, իսկ եթե դուք անհավատությամբ եք լսվում, դուք չեք թողնում, որ ձեր այդ փոփոխության ժամանակաշրջանը արագ կերպով լինի, դուք դանդաղեցնում եք ձեր փոփոխության ժամանակաշրջանը։ Ինչ չի կարելի անել այդ ժամանակաշրջանում, չի կարելի ոչ մեկին կյանքի դասեր տալ, չի կարելի մարդկանց խորհուրդ տալ, չի կարելի մարդկանց քննադատել, չի կարելի մարդկանց զվարդել, գիտեք ինչ, այդ ժամանակահատվածում չի կարելի ապրել որևէ մեկի կյանքով, որովհետև ձեր էներգիան ձեզ պետք է բավականացնի, որպեսզի դուք կարողանաք այդ փոփոխության ժամանակ էներգետիկա ունենալ, չի կարելի տարօրինակ մարդկանց խորհուրդ տալ, որովհետև գիտեք, թե այդ մարդը ինչ կյանքով է ապրում, մի քննադատեք, մի բամբասեք եւ սխալ խորհուրդներ մի տվեք, որովհետեւ դուք չգիտեք, թե այդ մարդը զարգացման ինչպիսի ժամանակահատվածի մեջ է ընկած, կարող եք օգնել, բայց ոչ խորհուրդ տալով, ոչ դասեր տալով, ոչ դատապարտելով, ոչ քննադատելով, նման գործողություններ չի կարելի կատարել։ Երրորդը, սիրելիներս, այդ ժամանակահատվածում պետք է բաց թողնել այդ ձալը եւ պետք է ներել։ Չի կարելի անընդհատ մտնել այդ հիշողությունների մեջ, այս մարդն է մեղավոր, սա է պատճառը, որ ես այս վիճակի մեջ եմ, չի կարելի ապրել անցյալով, բաց եք թողնում անցյալը եւ ներում եք, շնորհակալություն եք հայտնում մարդուն, ինչ լավն է արել, վատն է արել, շնորհակալություն եք հայտնում եւ բաց եք թողնում։ Գիտեք ինչ, շատ դեպքերում մարդիկ կան, որի մոտ գալիս են, եւ որ տեսնում են, որ այդ մարդիկ իրենք տիեզերական ոչ մի կապ չունեն իրար հետ, դա սխալ հանդիպում է, սխալ հարաբերություններ է, եւ ասում են բաց թողեք, չի կարելի այդ մարդուն կպնել, այդ մարդուն ստիպողաբար պահել, նույնիսկ թուղթուգրեր են ցանկանում անել, չի կարելի, բաց թողեք,
անցյալը, բաց թողեք այդ հարաբերությունները, բաց թողեք այդ կաբանքները, որոնք ձեզ կապում են այդ նեղության մեջ, եւ ձեր առաջ լուսավոր ճանապարհ է բացվելու, եւ մի քննադատեք, Էլի եմ ասում, այդ գործողների մեջ մեղավորը դուք եք, ձեր հարազատները, բաց թողեք եւ ներողություն խնդրեք, նաեւ ձեր սխալ կատարած գործողության համար, նաեւ այդ մարդկանց ներեք, որովհետեւ եթե պահում եք անանցյալը, որը ձեզ համար նախատեսված չէ, պահում եք վիրավորանքները, պահում եք այդ նեղված իրավիճակը չեք ներում, դուք ինքներդ չեք թողնում, որ փոփոխության ժամանակահատվածը մտնի ձեր կյանքի մեջ։ Չորրորդը ինչ որ չի կարելի անել, դա երբեք չի կարելի ձեզ զգալ խղճացած, չի կարելի ձեր այդ խեղճ վիճակի մասին կիսվել ձեր ընկերներին, նման ձևով դուք ինքներդ ձեզ գցում եք վատ իրավիճակի մեջ, խեղճ լինելու էներգետիկան, դա բարձր էներգետիկա չէ, դա ցածր վիբրացիա է, այդ իրավիճակից դուրս գալու համար ձեզ ոչ թե պետք է որ դուք խղճալի վիճակով լինեք, ընդհակառակը դուք գնաք ներքև, այլ դուք պետք է հասկանաք, որ դուք Աստծո ստեղծած արարած եք, դուք Աստված ձեր մեջ լավ էներգիա է դրել, լավ հոգի է դրել, որը պետք է վերև բարձրանա։ Իսկ երբ որ դուք ձեր հանդեպ լսվում եք կոմպլեքսավորությամբ, բարդություններով, ինքդ ձեզ խղճում եք, ինքդ ձեզ խղճահար վիճակում եք տեսնում, գիտեք ինչ, նաև պատմում եք ձեր ընկերներին, նման ձևով դուք ձեզանից խլում եք բարձր վիբրացիայի էներգետիկա եւ ձեզ գցում եք ներքև։ Եվ ամենակարևորը սիրելիներս, այդ ժամանակահատվածում պետք է հավատալ, որ ձեր մոտ ամեն ինչ գնալու է դեպի լավը։ Այդ անելանելի իրավիճակների մեջ դուք ոնց որ գիտեք ինչ, ոնց որ ադամանդը կոփվում է, հղկվում է, դառնում է ադամանդ, դառնում է ջուրեղ, նման ձևով նաև մարդն է հղկվում, կոփվում, հավատացեք, որ փոփոխությունները գնալու են դեպի լավը։ Անպայման նման իրավիճակներում, եթե զգում եք, որ խնդիրը ազգի վրա, ձեր վրա կատարված գործողությունն է, մաքրման պրոցես եւ պահպանեք այս կետերը եւ դուք կտեսնեք, թե ինչպիսի ճանապարհներ կբացվի ձեր առջև։ Այսքանը սիրելիներս, այսքանը, որպեսզի դուք հասկանաք, ինչպես ձեզ պահեք նման իրավիճակների մեջ, ինչն է պատճառը, որ դուք կանգնած եք այդ իրավիճակի առաջ։ Թող ձեր բոլորի առջև բացվի միայն լավ ճանապարհներ եւ ձեր բոլորի խնդիրները, հարցականները լուծվեն։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։